կառավարության հարգելի գործընկերներ, հարցս ուղղում եմ էկոնոմիկայի նախարարին, պարոն Պապոյան, տնտեսական աճի արձանագրված ցուցանիշները ինչպես են ազդում քաղաքացիների իրական բարեկեցության բարձրացման վրա, մյուս հարցս ինչպես է ազդում TRIP ծրագիրը տնտեսական առումով Հայաստանի քաղաքացիների եւ հատկապես Սյունիքի մարզի բնակիչների վրա։ Հարցին կպատասխանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, համեցեք։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան հարցի համար։ Տեսեք ինչպես են ազդում։ 7-8 տարի առաջ նվազագույն կենսաթոշակը 16000 դրամ էր, 16000 դրամ։ Հիմա 36 է, դարձավ 46000, գումարած 20, գումարած 2%, 22% հետվճար, այսինքն եւս 10120 դրամ ավելացավ։ Այսինքն 46-ը դարձավ 56120 դրամ։ Նվազագույն աշխատավարձ 16 կենսաթոշակը 16000 դրամ էր, հիմա ստացվում է 56120 դրամ։ Սա ավելի քան 3.5 անգամ է։ Այսինքն նվազագույն կենսաթոշակը 3.5 անգամ ավելացավ։ Չի ավելացել 5%, 10%, 20, 40, 70, 80, 3.5 անգամ։ Ահա թե ինչպես օրինակ մեկ օրինակով տնտեսական աճը եւ կամ մեր երկրում տեղի ունեցող տնտեսական աճերը մարդու կյանքի որակի վրա փոփոխություն են ունեցել։ Երկրորդ օրինակը արդեն կարող եմ այլ ոլորտից բերել։ Երբ որ մենք համեմատում ենք գրանցված աշխատատեղերի քանակը 2017 թվականի դեկտեմբերին եւ 2025 թվականի դեկտեմբերին ավելացել է 288500-ով։ Այդ 288500 դրանք մարդիկ են։ Այդքան ընտանիք կամ մոտ այդքան ընտանիք եւ դա նշանակում է աշխատանք, բարեկեցություն եւ այսպես շարունակ եւ եւս մեկ օրինակ բերեմ, չգիտեմ 300 դպրոցի կամ 500 մանկապարտեզի։ Սա եւս բարեկեցության մասին է, որովհետեւ մեկ այլ իրավիճակ է, երբ որ երեխան օրինակ ընդհանրապես չունի մանկապարտեզ գնալու հնարավորություն, մեկ այլ իրավիճակ է, երբ որ ինքը ունի այդ հնարավորությունը եւ ինքը գնում է նոր վերանորոգված, կահավորված նոր գրենական եւ մնացած տեխնիկայով, ուրեմն մանկապարտեզ կամ ենթադրենք մեկ այլ իրավիճակ է, երբ որ գնում է մի դպրոց, որը կառուցվել է 60-ական թվականներին եւ երբեք չի վերանորոգվել եւ գնում է ամբողջովին վերանորոգված եւ հագեցած դպրոցում։ Ահա թե ինչպես մարդկանց կյանքի վրա, բոլոր մարդկանց կյանքի վրա տնտեսական աճը ունի շատ կոնկրետ ազդեցություն եւ շատ չափելի։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր հարցի երկրորդ մասին, թե ինչպիսի ազդեցություն կունենա TRIP նախագիծը ոչ միայն Սյունիքի, այլ Հայաստանի Հանրապետության վրա արդեն իսկ ունի շատ մեծ դրական ազդեցություն իդեմս խաղաղության հաստատման, որովհետև նաև այդ նախագծի միջոցով է, որ մեր երկրում արդեն ավելի քան 2 տարի է մեր սահմաններին եւ ըստ էության օգոստոսի 8-ից հետո խաղաղություն է հաստատվել եւ այդ խաղաղությունը բնականաբար դեռ մենք պետք է ինստիտուցիոնալացնենք, ամրապնդենք, ուժեղացնենք, բայց նաև այդ եւ մեր նաև քաղաքականությունների արդյունքում է, որ արդեն 2 տարուց ավել է մեր երկրի սահմաններին մարտական պայմաններում մենք զոհ չունենք։ Սա իմ կարծիքով այս շարքը ժամերով կարելի է շարունակել ժամանակը, բայց սպառվեց։ Խնդրեմ արձագանք։ Շնորհակալ եմ պատասխանի համար, այսինքն մենք կարող ենք կոչ անել ներդրողներին, որ գան եւ ներդրումներ կատարեն Սյունիքի մարզում, Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ հաստատվել է խաղաղությունը եւ կարող են մեծ ներդրումներ կատարել մարզում եւ Հայաստանի Հանրապետությունում։ Այո, եւ այդ ներդրումները արդեն սկսել են, մենք պետք է նշել, որ մենք նախորդ տարին լավ ցուցանիշներով ենք ամփոփել 7.2% տնտեսական աճ, ինչը աշխարհում լավագույն, հիմա կամփոփվի, բայց արդեն իսկ պարզ է, որ աշխարհի լավագույն ցուցանիշներից մեկն է լինելու։ Մեզանից
բարձր տնտեսական աճ ունեցող երկրների թիվը շատ մեծ չի, եւ նաեւ լավ ենք սկսել այս տարի հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.6% է եղել եւ իհարկե մեզանից դուրս արտաքին աշխարհում տեղի ունենում քաղաքական իրադարձություններ, որոնց վրա մեր ազդեցությունը սահմանափակ է, բայց մենք հուսով ենք, որ այդ ամեն ինչը ըստ էության խաղաղ հանգուցալուծում կունենա եւ մեր տնտեսական այն լավ տեմպը, որը վերցրել ենք, կշարունակենք ոչ միայն 26-ին, այլ նաեւ հաջորդ տարիներին։ Շնորհակալություն։